արդյուն ենք նախաձեռնությունը, խորհրդարանական խմբակցությունները վարչապետի թեկնածություն են, ԿՊ-ից հեռացված երկու պատգամավորներն արդեն իսկ վարչապետի թեկնածու են ասում եւ Էդմոն Մարուքյանի անունն է, ասում են, որ իրենք են առաջադրելու։ Նոր կարդացի։ Նորմալ է, ես դրան նորմալ եմ վերաբերվում, որովհետեւ դա ամբողջությամբ տեղավորվում է այն խնդրի հետ, որը որ մենք բարձրացրել ենք պատգամավորների առջև։ Էդմոն Մարուքյանը ձեր համար է ընդունելի թեկնածու վարչապետի։ Գիտեք ինչ, այդ գործընթացը չի կոչվում Էդմոն Մարուքյանին կամ ուրիշյանին վարչապետ ընտրելու մասին։ Այդ գործընթացի գլխավոր նպատակը վարչապետին անվստահություն հայտնել է եւ նախաձեռնության հեղինակները կարող են ներկայացնել իրենց համար նախընտրելի թեկնածու եւ նախաձեռնության հեղինակ կարող են լինել պատգամավորները եւ պատգամավորները կարող են ներկայացնել իրենց նախընտրելի թեկնածուն։ Էդմոն Մարուքյանը ոչ թե իմ նախընտրելի թեկնածուն է, այլ տվյալ դեպքում Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի։ Իմ կարծիքով պրոցեդուրալ իմաստով ինչ որ մենք ակնկալում ենք պատգամավորներից, դա նորմալ որոշում է։ Անպայման, առանց բացառության, իմ մոտ գրաֆիկը կա, եթե ձեզ հետաքրքիր է, իհարկե ամեն օրից առաջ կտեղադրեմ, երկուշաբթի օրվանից մյուս հանձնաժողովներում հանդիպումները քաղաքացիների ընդունելությունը նախանշված է, ես բոլորին գրանցված եմ եւ շարունակելու եմ սահմանված օրը եւ ժամին ներկայանալ ազգային ժողով եւ հանդիպել բոլոր պատգամավորների հետ, ովքեր որ այդ հանդիպումը կանցկացնեն, առանց բացառության։ Ղազարյան, դուք որպես քաղաքացի եք այստեղ հերթագործում, թե որպես քաղաքական գործիչ եք, դեռ ասում չի ուզում հանդիպել քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին։ Գիտեք ինչ, այդ դասակարգումները, չգիտեմ ինչով է պայմանավորված, դա քաղաքացիներ է, քաղաքական գործիչն է քաղաքացի, դիվանագետն է քաղաքացի, գիտնականն է քաղաքացի, ասենք ես տարբեր կարգավիճակներ ունեմ, ես չգիտեմ պարոն Արշակյանն ինչի առանձնացնում հատկապես դրանցից մեկը եւ պատգամավորները կարող են ընդունել նաեւ քաղաքական գործիչ քաղաքացիների դա ասենց նման սահմանափակում է, այսինքն ընդունելությունը որ հայտարարված չէ, գրած չէ, քաղաքացիների ընդունելություն բացառությամբ քաղաքական գործիչների կամ բացառությամբ հայերի։ Նա կարող ասել, ես ձեզ չեմ ընդունում, որովհետև դուք հայ եք։ Մենք ընդունում ենք միայն ենթադրենք ադրբեջանցիներին։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը հիմա ընդունել է ադրբեջանցի այս պահին, որ մենք հանդիպում եղել Ալբանիայում Նիկոլ Փաշինյանի եւ մի ադրբեջանի քաղաքական գործիչ քաղաքացու հետ։ Բայց ես հարցեր ունեի Հակոբ Ասլանյանին, որը ուզում եմ Հակոբ Արշակյանին ներեցեք եւ ուզում եմ ասել թե ինչ է ներկայացնում։ Պարոն Արշակյանը նույնպես ընդգրկված է Ալեն Սիմոնյանի որոշմամբ ստեղծված եւ իր կողմից ղեկավարվող Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ազգային ժողովների միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի կազմում։ Ուզում եմ իմանալ նրա կարգավիճակը, ինչ գործունեություն են ծավալում այդ հանձնաժողովի շրջանակներում, երբ կլինի հաջորդ նիստը եւ ինչ օրակարգով։ Պարոն Հակոբ Արշակյանը ընդգրկված է եղել 2016 թվականի մայիսին քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամավորական ջոկատի կազմում, որը ըստ իր կենսագրական տեղեկությունների մարտական հերթապահություն է իրականացրել Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, եւ ես ուզում եմ իմանալ, պարոն Արշակյանը հիմա ըստ իր հիմիկվա քաղաքական հայտարարությունների նա ռազմական հանցագործ է, թե պետական դավաճան, այսինքն ռազմական հանցագործ ադրբեջանական մեկնաբանությունների տեսանկյունից, թե պետական դավաճան մեր օրենսդրության տեսանկյունից, եթե նա դեռ 91 թվականից իր մարտական հերթապահության վայրը, որտեղ ինքը զենք է կրել, համարում է Ադրբեջանի Հանրապետության տարածք։ Դա է ուզում հասկանալ իր կարգավիճակը, թե որ երկրի հանդեպ է իրականացրել հանցագործություն, իմ ընկալումներում ինքը գոնե այդ պահին եղել է ազնիվ եւ նվիրյալ քաղաքացի Հայաստանի Հանրապետությանը եւ ծառայություններ է մատուցել մեր պետությանը եւ ժողովրդին։ Ուզում եմ իր ընկալումները պատկերացնեմ եւ բնականաբար նաեւ ինձ հետ ունեի կառավարության գործունեության ծրագիրը, դրա մի քանի հիմնարար դրույթներ, հատկապես այն դրույթները, որոնք կառավարությունը գերակա է համարել իր ծրագրում, հասկանալ դրա կատարման ընթացքը եւ պարոն Արշակյանի ցուցաբերած որոշումը, բայց չցանկացավ հանդիպել, գիտեք, ես չեմ կարծում, որ այս կարգի խուսափումները այս խնդրի լուծումն են։ Տպավորություն եմ, որ սրանով իրենք գեներացնում են այն հանրային մեծ շարժումը, որը մենք էլ ենք նախատեսում, որ պետք է իրականացվի, այսինքն եթե ինձ մենակ չի հաջողվում հանդիպել պարոն Արշակյանի հետ, միգուցե դա պետք է անել ավելի մեծ խմբով, ասենք մի 100, 150, 200 հազար մարդով։
այդ դեպքում կարծում եմ պարոն Արշակյանի համար ավելի դժվար։ Փողոցային պայքար եք սկսում։ Կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը օրորի հասունանում է։ Եվ բոլոր այն քաղաքացիները, ովքեր կուզեին այսօր լսել, թե ինչ պատասխաններ ունի պարոն Արշակյանը իմ այս հարցադրումներին, որոնք բոլորը օրինական են, բոլորը բխում են սահմանադրությունից, օրենսդրությունից, կարծում եմ, որ մենք կարող ենք մեկտեղել մեր ջանքերը եւ ես մենակ չմնամ հանրությանը հետաքրող այս հարցերի պատասխանը ստանալու հարցում։ Պարոն Ղազարյան, իսկ վերջին շրջանում որ քվականներ, օրինակ նաև Հակոբ Արշակյանը այդ տղայով է խոսում, չգիտեմ, փողոցային վարկագիծ են դրսևորում, փողոցային վարկագծին բնորոշ բառապաշարով են խոսում, դուք պատրաստ եք իրենց հետ նաև այս մակարդակում շփվել, թե որտեղ չի բացառում, որ օրինակ հանդիպումների ժամանակ նման դեպք լինի, նամանավանդ, որ նախկինում, երբ որ դուք ՄԻՊ-ի թեկնածու եք, նման դեպք եղել է։ Նման դեպք եղել է եւ ես նման դեպքերին համարժեք չեմ արձագանքում եւ ՄԻՊ-ի թեկնածուի կարգավիճակում, երբ որ ես գտնվել էի այդպիսի հարձակման վիրավորանքների պատգամավորների խմբային, ընդ որում ոչ թե անհատական, այլ խուլիգանական խմբային պահվածքի թիրախում, ես իմ մտքում անընդհատ հիշում էի ռուս սատիրիկ Միխայել Զադորնովի հայտնի խոսքերից մեկը, որ եթե դու փողոցում քայլում ես եւ որևէ շուն հաչում է քեզ վրա, ամենևին պարտադիր չի, որ դու էլ ծնկներդ խփես գետնին եւ նույն կերպ հաչես իր վրա։ Այսինքն կարող ես նաև այլ կերպ վերաբերմունք ցուցաբերել եւ սա իհարկե փոխաբերական իմաստով է գործած է Միխայել Զադորնովը, բայց նման իրավիճակների համար ուղղակի առիթ է հիշելու եւ զսպվածություն ցուցաբերելու եւ ամենևին պարտադիր չի, եթե որևէ մեկը քեզ հայհոյում է, դու դա ընդունես որպես վիրավորանք եւ որովհետեւ ամեն հայհոյանք չի, չէ, որ դու ընդունում ես որպես վիրավորանք կախված դրանից թե ով է ասում, ինչ հանգամանքներում է ասում, այսինքն դա համարում ես քեզ ոչ վերաբերելի եւ թողնում ես անարձագանք։ Ես ամենայն դեպս ՄԻՊ տեխնացուի կարգավիճակում այդպիսի ընկալում եմ ունեցել եւ այդպիսի վարկագիծ եմ դրսևորել։ Հուսով եմ, որ նրանք չեն կրկնի այդ խուլիգանական վարկագիծը գոնե իմ հետ հարաբերություններում։